կամուսնանաս մարդը եթե թողի դու երգի, չէ՞, Մեր տան խոսակցություններն է դա եղել։ Հա, ու ոնց եղավ այդ ամենը։ Աբոն չի խանդում քեզ։ Նայ, այդ պապան այն ժամանակ, երբ որ ես ուզում էի կոնսերվատորիա գնայի այս երգի գծով, ինձ չէր թողում, ասում էր դու ինչ ես անելու հետո, կարող են նենց մի հատ ամուսին ունենաս, որ չթողի անգամ աշխատես սովորական։ Ինչի մասն է խոսքը։ Բայց կյանքը ուրիշ ճանապարհ ինձ պարգևեց, ես գնացի նախագիծ ու տեղից սկսվեց ու ես ասացի նայ ասացի ես հուսով եմ խելամիտ որոշումը կկայացնեմ մի մարդու հետ կյանքս կապելու, որը որ կընդունի ինձ նենց ոնց որ կամ ու ես կարծում եմ որ դիմացինս էլ ով որ ինձ պետքա ընտրեր, ինքն էլ այնքան պետքա խելամիտ լիներ, որ ինձ ընտրելա ուրեմն ինքը պետքա Բայց այդ հարցը դրել ես այն սկզբում, որ ես պետքա երգեմ։ Չասեմ, ուրեմն, հա, Աբոն ի սկզբանե ինձ սիրել է երգչուհի, հետո մարդ տեսակ եւ այլն, ու մենք իրար հետ որպես անձնավորություն երբ որ շփվել ենք, մենք իրար այդ ենք առաջինը մեզ կապելա մեր մարդ տեսակը։ Երաժշտական ունակությունները մի կողմ դրած։ Ու մի օր երբ որ ընկերություն էինք անում, ինձ ասեց, ուրեմն նայ ասեց, դու պատրաստ ես, որ ես ասեմ, սենցա ուրեմն սենց, ասում եմ, հիմա ես հասկանում եմ ինքը ուրա տանում խոսակցությունը, բայց ասում եմ, իսկ ի՞նչն է տենց։ Ուզում եմ ինքը այդ ասի, ուզում եմ հասկանամ, էտա խի, այսքան ժամանակ ես չեմ ճանաչել, ասեց, դե ես կարող եմ, որ մենք ամուսնանանք, ես քեզ չեմ թողելու, որ երգես։ Դե ես էլ ասացի, օքեյ, ես չեմ երգի, եթե դու տենց ես ուզում։ Չգիտեմ, այդ ոնց եղավ, որ ես միշտ ասում եի երգը, էլի երգը, բայց մի հատ պահ է գալիս, որ դու գիտակցում ես, օքեյ, էլի երգը, բայց ընտանիքը միշտ առաջնային է։ Առաջին տեղում է։ Ու ես իրան ասացի, ես դու որ պահին ասես, եթե դու կասես, եթե գտնում ես, որ ես չպետք է երգեմ, որովհետև կարծում եմ այդ հարցը պիտի դնես, երբ որ տեսնում ես, որ ես չունեմ այդ տվյալները կամ չունեմ այդ լսարանը, այդ հանդիսատեսը, հա։ Այդ շնորհքը տաղանդը չի։ Ասացի չեմ երգի, եթե դու տենց ես ուզելու։ Ու անցանք այդ թեման։ Հետո ամուսնացանք։ Ամուսնանալուց մի քանի օր հետո ես գնացի համերգ երգեցի, ինքը ինձ տարավ այդ համերգին։ Հետո ինքը գալիս ու ասում էր, գիտես, օրինակ պարոն Դավթյանն է զանգել ազգային նվագարանների ղեկավարը ու դու պետք է այսինչ համերգին մասնակցես։ Հետո ասենք պարոն Պողոսյանի հետ եմ խոսել կամ չգիտեմ, ինչ որ sense համերգներ ու գործեր եւ այլն։ Ու դրան զուգահեռ մի օր եկավ ասեց մեր դպրոցում բանը ժող բաժնում դասատուի տեղ կա, կուզես աշխատես։ Ասացի, հա, դե որ դու ես ասում։ Ու Դավ ջան, այդ մի հատ խոսակցությունն է եղել մինչև ամուսնությունը։ Ու ինձ թվում է մենք երկուսս իրար լրիվ հասկացել ենք ով է, սենց ասեմ։